Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Թող քո արքայությունը գա և քո կամքը լինի։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Փափագել Աստծու արքայության շահը» անվանումը։ Աստծու արքայությունն այնտեղ է, որտեղ հաստատված է Աստծու կամքի լիակատար իշխանությունը։ Երբ Տեր Հիսուսը Իր աշակերտներին սովորեցնում էր աղոթել, Նրա ուսուցանած առաջնային մտքերից մեկը Աստծու արքայությունը Աստծու կամքի հաստատման հետ միասին խնդրելն էր։ Մատթեոս 6:10 «Քո արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Սիրելի՛ բարեկամ, Աստծու արքայությունը մարդու կյանքում գալիս է, երբ նրա կյանքում հաստատվում է Տեր Աստծու կամքի լիակատար իշխանությունը։ Տերունական աղոթքի «Քո արքայությունը գա, Քո կամքը լինի» խոսքերը արտաբերելը մեծ դժվարություն չի ներկայացնում որևէ մարդու համար։ Շատերը անգիր գիտեն Հայր մեր աղոթքը և ոչ միայն գիտեն, այլև կարող են օրվա մեջ այս աղոթքով անգամ մի քանի անգամ աղոթել։ Սակայն արդյոք մենք հասկանում ենք այս զորավոր աղոթքի խոսքերի իմաստը։ Արդյոք մենք հասկանալով ու գիտակցելով ենք խնդրում մեր երկնային Հորը, որպեսզի իմաստություն ու ուժ տա մեզ, որ հե՛նց մեր կյանքում ու մեր որոշումների մեջ Աստծու կամքը հաստատվի ճիշտ այնպես, ինչպես Նրա կամքը հաստատված է երկնքում։ Մեկ այլ զորավոր աղոթքի մեջ Տեր Հիսուսը մեզ օրինակ է թողել, որն ուսուցանում է, թե ինչ է նշանակում «Քո կամքը լինի» արտահայտությունը։ «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձնից. սակայն ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի» (Ղուկաս 22:42)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն անգամ, երբ մենք աղոթում ենք Աստծուն և ասում «Թող Քո կամքը լինի», մենք ասում ենք ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի։ Այնտեղ, որտեղ Աստծու կամքին հնազանդվելը վեր է սեփական պատկերացումներից, սեփական շահից, անվտանգությունից ու հարմարավետությունից, հենց այնտեղ է Աստծու արքայությունը։ «Ոչ թե ամեն ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7:21)։ Աստծու արքայության մեջ հաստատվելը ենթադրում է հնազանդություն անգամ դժվարագույն իրավիճակներում։ Իսկ երբ Աստծու արքայությունն է քո մեջ հաստատվում, ապա Սուրբ Հոգին զորացնում է քեզ ամենադժվար որոշումների մեջ քո հույսն Աստծու վրա դնելու և Տեր Հիսուսի նմանությամբ որքան էլ ցավոտ ու դժվարին լինի Տեր Աստծու կամքին հնազանդվելը, ասելու և սրտանց ասելու այս խոսքերը՝ «Ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։